Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է. «Գիշերը հակակոռուպցիոն դատարանը երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքը եւս 30 օրով։ Սա նշանակում է, որ նրա կալանքը երկարացվեց մինչև նոյեմբերի 18-ը։ Իմ կարծիքով իշխանությունների ծրագիրը հետեւյալն է. մինչև այդ օրը քննչականն ու դատախազությունը Սամվել Կարապետյանի գործի առնվազն մի մասը հարցազրույցին առնչվող դրվագը կուղարկի դատարան եւ դատաքննությունը կմեկնարկի, իսկ խափանման միջոցը դատարանը կփորձի պահել անփոփոխ։ Բնականաբար Կարապետյանին չեն դատի այն նույն գերարագ ընթացակարգով, ինչպես դա եղավ Միքայել Սրբազանի դեպքում։ Վերջինիս շտաբ դատեցին, որպեսզի նա չկարողանա լինել համախմբված ուժերի միասնական թեկնածու եւ որևէ կերպ մասնակցել ընտրություններին որպես թեկնածու։ Իսկ Կարապետյանի պարագայում նման հանգամանք պարզապես չկա, քանի որ նա Հայաստանի քաղաքացիությունից զատ նաեւ այլ քաղաքացիություն ունի։ Հետևաբար Կարապետյանի գործով դատերը չեն ընթանա արագ տեմպերով, դրանք կձգվեն այնքան, մինչև կհանգեցնեն վերջնական ազատազրկման պատժի։ Իմ եզրակացությունը մնում է նույնը. Նիկոլ Փաշինյանը հստակ գիտի, թե ինչ է ուզում եւ գիտի, թե ինչ է անում։ Հարցն այն է, արդյոք ընդդիմադիր դաշտի գործիչները գիտեն, թե իրենք ինչ են ուզում, երբ են ուզում եւ ումով են ուզում։ Ես գիտեմ ինչ պետք է անել, մնում է հավաքվենք, խոսենք եւ անենք։